Գյումրու անմխիթար փողոցներին ու բակերին զուգահեռ անգամ պատմական մշակութային վայրերն են անտեսված։ 165 տարեկան շենքը մեր աչքի առաջ օր-օրի քանդվում է, նշում են գյումրեցիները։ 1860-ականներին վաճառական Խաչատուր Աբովյանցի ձեռամբ է այն կառուցվել, ծառայել սահմանապահներին, եղել ռազմագիտության ու երկերաժշտության դասաժամերի սենյակ։ Մարդկանց ավելի հայտնի է մեր մանկության տանգոն ֆիլմից, հատկապես այս դրվագից։ Կեցեք հլը, կեցեք, ինչ եք ձերներդ կցե։ Ընկեր խասերա, դուք ագիք իմար ես եք, գրատ ագիք ոսպախվի։ Իսկ դու ընկեր մեծրոք, դու գնա այ ընտեղ պոստիտ վրա վերընգի։ Իսկ դու Ռուբեն տղա, լուսը բարրել եմ ու բդի բարրեմ։ Ու ես օրից հետո էլ բդի բարրեմ։ Կվարրեմ, հենց բդի բարրեմ, հպե։ Տասնամյակներ անց էլ ավերիչ երկրաշարժի հետքերը չեն ջնջվել շենքից։ Ամեն տարի շենքի համար գալիս են, նայում են, նախագծեր են մշակում եւ այլն։ Ուղղակի չգիտեմ, թե ավելի ճիշտ չեմ պատկերացնում, չգիտեմ ինչ որ մարդկանց, ովքեր կարող են գալ վերականգնել։ 2024 թվականի օգոստոսին կառավարությունը որոշել էր ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող Տաշիր բարեգործական հիմնադրամի միջոցներով շենքը վերականգնել։ Ծրագրի մեկնարկի մասին խոսք չկա, միայն վերջնաժամկետ է նշված։ 2027 թվականի հունիսի 1։ Վերանորոգման ոչ մի աշխատանք ոչ սկսել է, ոչ էլ ընթացքի մեջ է։ Թե երբ պետք է սկսեն, պարզ չէ։